Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, տանտիրոջ վերադարձի մասին է։ Տեր Հիսուսը բազում անգամներ խոսեց առակներով եւ խոսեց տանտիրոջ մասին, որ տանտերը կանչում է իր ծառաներին եւ տալիս է տաղանդներ, քանքարներ, մնասներ եւ գնում է հեռավոր երկիր։ Բայց խոստանում է, որ պիտի վերադառնա եւ այդ ծառաները իրեն հաշիվ պիտի տան։ Եվ ուրիշ ծառայի մասին էլ խոսեց, որ այդ ծառան կարծես թե մոռացել էր, որ իր տերը պիտի գար եւ հարբեցողությամբ էր զբաղվում եւ իր ծառայակիցներին ծեծում եւ նեղացնում էր։ Եվ տերը երբ որ վերադարձավ, այդ ծառային խավարի դժոխքի խավարը նետեց։ Բայց հավատարիմներին գովեց եւ իր խաղաղության մեջ ընդունեց։ Այդ ծառաները մենք ենք, որ Տեր Հիսուս գալով այս աշխարհ բոլորիս խոստում տվեց, որ պիտի վերադառնա, բայց մինչ իր վերադարձը մենք անելիք ունենք այս երկրի վրա։ Ես խոսել եմ սրա մասին, մի ամբողջ նյութ եմ առանձնացրել, որ 3 բան պիտի մենք իմանանք. ով եմ ես, ինչի համար եմ եկել եւ ուր եմ գնալու։ Եվ սա տանտերը այս ամեն հրամանները տվեց իր ծառային եւ գնաց, որը Հիսուս Քրիստոսն է։ Եվ մենք բոլորս, որ եկել ենք այս աշխարհ, մենք մեր առաքելությունը ունենք այս աշխարհի մեջ եւ բոլորինս տարբեր է, ինչպես որ Տերը որոշել եւ կամեցել է մեզ համար։ Եվ Տերը պիտի վերադառնա։ Բայց մի ցավալի իրականության մեջ ենք ապրում այսօր, անգամ հոգեվոր աշխարհը, որ կարծես թե մենք մոռացել ենք, որ ամեն բանի վրա մենք Տեր ունենք, որ երկնքի ու երկրի արարիչը, որ ինքը արարիչ է, ինքը նաև Տերն է ամեն բանի։ Սկսած բնությունից, ծովից, մարդ արարածից, ինչ որ արարվել է, ամեն բան Հիսուսի համար է։ Եվ ասում է, նրանից, նրանով եւ նրա համար էր, ինչ որ եղավ, եւ առանց նրա ոչինչ չեղավ։ Ամեն բանի Տերը Հիսուս Քրիստոսն է։ Եվ Տերն ասեց, որ պիտի վերադառնա, քանի որ ինքն է տանտերը։ Բայց այսօր մենք ապրում ենք այնպես, կարծես թե մենք ենք Տերը։ Եվ մոռանում ենք, որ անգամ մեր անձերը, մեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են եւ մենք չենք կարող վարվել ինչպես որ մենք կամենում ենք։ Եվ մենք պիտի երկյուղացությամբ վարվենք այն ամենին, ինչ որ Տերը մեզ տվեց, վստահեց եւ գնաց, քանի որ գիտենք, որ տանտերը պիտի վերադառնա։ Այս կարևորագույն ճշմարտությունը կարծես թե մենք մի կողմ ենք նետել, որ տանտերը պիտի վերադառնա։ Եվ հաշիվ պիտի տանք այդ տանտիրոջը, ով որ այս ամենը մեզ տվեց։ Ամենաէլեմենտար, ամենահասարակ բանը, որ իհարկե ամենակարևորագույնը ժամանակը։ Անկամ ժամանակի համար մենք պատասխան պիտի տանք, երբ որ Տերը մեզ ժամանակ է տալիս, հաշիվ պիտի տանք, ինչ արեցինք այդ ժամանակի մեջ։ Արդյոք այդ ժամանակը փառավորեց Տեր Հիսուսին, թե մեր անձերին փառավորեց։ Մեր անձերին ասելով սատանային։ Քանի որ ինչ որ Տիրոջը փառք չի բերում, ինքը այս աշխարհին է փառք բերում։ Եվ ուզում եմ, որ այսօր սթափվենք, ուզում եմ, որ այսօր արթնանանք, ուզում եմ, որ այսօր, եթե մոռացել ենք, եթե մի կողմ ենք դրել այս իրականությունը, իրապես սթափվենք եւ իմանանք, որ մեր Տերը, որ մենք ասում ենք Տեր եւ Փրկիչ, մենք մի ձևի ուրախությամբ ենք ընդունում Հիսուս Քրիստոսի փրկությունը, քանի որ լավ է, որ ես մեղավոր եմ եւ Հիսուսը խաչվել է ինձ համար, սա ինձ համար օգուտ է եւ ես հեշտությամբ եմ ընդունում, որ իմ փրկության հարցը լուծվել է, փառք Հիսուսին, բայց որ Հիսուսը իմ Տերս է եւ իմ ամեն ինչից Տերն է, անգամ իմ վաստակած գումարի Տերն է, իմ ընտանիքիս Տերն է, իմ զավակներիս Տերն է, իմ ծնողն է, ամեն բանի Տերը Հիսուսն է, որի համար ես հաշվետու պիտի լինեմ։ Այս սրա մեջ մենք տկարանում ենք, այսա մենք չենք ուզում։ Մենք ուզում ենք այդ օրհնությունները այո լինեն, բայց մենք սեփականացնենք։ Անկամ եկեղեցիներն են այսօր սեփականացնում եւ մոռանում են, որ եկեղեցու գլուխը Քրիստոսն է եւ ամբողջ տիեզերքի գլուխը Քրիստոսն է եւ ամբողջ աշխարհի Տերը Քրիստոսն է։ Սիրելիս, ես ինչպես միշտ դատապարտություն չեմ խոսում, ես խոսում եմ արթնություն, ես խոսում եմ, որ սթափվենք եւ հասկանանք ի վերջո ինչ որ մենք ունենք եւ ինչ որ կա մեր կյանքի մեջ, ում է պատկանում դա։
Կամ քեզ է պատկանում, կամ Տիրոջն է պատկանում։ Չի կարա համ քոնը լինի, կամ համ Հիսուսինը լինի։ Պետք է որ ամբողջությամբ ամենը ինքը լինի ամեն բանի վրա եւ ամեն ինչի մեջ ինքը տեր լինի քո կյանքի մեջ։ Եվ եթե ինքն է տերը, ուրեմն դու հաշիվ ունես տալու։ Եվ պետք է որ հավատարիմ ծառայի պես կանգնենք հաշվետվության օրը եւ գովեստի խոսքերի արժանանանք մեր Տիրոջ կողմից։ Սիրելիս, թող այս խոսքը հերթական անգամ քեզ համար հորդորող խոսք լինի, քեզ զորացնող խոսք լինի եւ քեզ արթնացնող խոսք լինի, որ արթնանանք եւ հավատարմությամբ սպասենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին, քանի որ Տեր Հիսուսն ասեց, որ տանտերը պիտի վերադառնա եւ ամենաիմ սքանչելի խոստումները, որ կա Տիրոջ խոսքից, որ ուր որ ես եմ, դուք էլ ինձ հետ այնտեղ եք լինելու։ Թող բարավորվի Տեր Հիսուս բոլորիս կյանքերի մեջ։ Եղեք օրհնված։